Ողջունում եմ բոլորին, սիրելի հետևորդներ, դուք գտնվում եք Իրայալիքում, այսօր գաթա ենք պատրաստելու, հայկական ավանդական ամենահամեղ, ամենաբուրումնավետ, աշխարհում ամենահամեղ գաթան ենք պատրաստելու, այն ինչը որ մերն է, մեր հայկականն է, իմ համար ամենահամեղն է, որքան էլ որ ես փորձեմ աշխարհի տարբեր խոհանոցներից պատրաստեմ, որքան էլ որ համեղ տորթեր պատրաստեմ, ասեմ տիրամիսու եմ սիրում, այս մեկն եմ սիրում, բայց միևնույնն է, մեր ավանդական հայկական գաթայից լավը չկա, ու ես այստեղ Իտալիայում, երբ որ պատրաստում եմ գաթա, մենակ մեր ընտանիքի համար չեմ պատրաստում, ես աշխատում եմ միշտ հյուրասիրեմ մեր ընկերներին, այստեղ Իտալիայի ընկերներին եմ ասում, ի նկատի ունեմ, որ իրենք ծանոթանան, համտեսեն, ճանաչեն ու բացի հյուրասիրությունը, ես պատմում եմ մեր պատմությունը, պատմում եմ ամբողջ պատմությունը, թող բոլորը ճանաչեն, քանի որ շատ քիչ ճանաչված են հայերը, օրինակ Իտալիայում, իրենց շատերն նույնիսկ չգիտեն, որ Հայաստան գոյություն ունի, ցավոք սրտի։ Այնպես որ այսօր նորից ինձ հավեսով ես գաթա եմ պատրաստում, որքան էլ որ պատրաստես, միևնույն է շատ չի լինում, չէ՞։ Սիրելիներ, բաղադրատոմսը պատրաստել եմ բաղադրիչները, 600 գրամ ալյուր ունենք, 250 գրամ կարագ, 2 հատ ձու, 300 գրամ մածուն, սենյակային ջերմաստիճանի են բոլոր, նույնիսկ կարագը մի քիչ հալեցրել եմ, ունեմ փխրեցուցիչ եւ վանիլին, փխրեցուցիչը 2 թեյի գթալ է, իմ մոտ 14 գրամ է, սա համարվում է այսքան ալյուրի համար ճիշտ չափն է, սա իմ ջուրն է, սրան չեք նայում, սա իմ ջուրն է, ես աշխատանքից նոր մեկ էլ պետք է շատ ջուր խմեմ։ Շաքարավազ չկա խմորի մեջ, որովհետև խորիզով ենք պատրաստելու, երկու տեսակ խորիզ ենք անելու, եւ ընկույզով եւ սովորական դասական խորիզն ենք անելու։ Սովորաբար ես ունեմ բաղադրատոմս, որ կարագը սառը վիճակում, քեչով անց եմ կացնում ալյուրի հետ, շաղախում, նոր մնացած բաղադրիչներ ավելացնում, այս անգամ ուրիշ ձևով ենք պատրաստում։ Ուրեմն, ալյուրի վրա միանգամից ես ավելացնում եմ խրեցուցիչը, եւ ավելացնում եմ վանիլինը։ Կարող եք օգտագործել 1 թեյի գթալ սոդա։ Մի լավ, այսպես խառնում ենք եւ ավելացնում եմ միանգամից մածունը։ Ավելացնում ենք 2 ձու եւ ավելացնում ենք կարագը 250 գրամ։ Հիմա այս խմորը այսպես հանգիստ սիրուն սկսում ենք շաղախել, հետո արդեն ձեռքերով։ Ստացվելու է էլաստիկ, շատ ընտիր խմոր։ Սիրելիներ, ալյուր երևի ասեցի 600 գրամ է, իդեպ հնարավոր է մեկի մոտ մի քիչ շատ պահանջվի, մեկի մոտ մի քիչ պահանջվի, կարևորը որ ձեր մոտ ստացվի փափուկ խմոր, շատ պինդ խմոր չանեք, միշտ էլ խորհուրդ եմ տվել, շատ պինդ խմորը, հետո հաջորդ օրը ուտել չի լինում, չոր է լինում, պինդ է ստացվում, աշխատեք խմորը լավ հունցեք, որքան լավ հունցեք, դրանից է ավելի շատ խոնավություն քաշում ալյուրը ու էլաստիկ ստացվում, իսկ ալյուրի շնորհիվ պնդասներ խմորը ընդհանրապես լինի հացերի դեպքում, լինի բուլկիների դեպքում, գաթաների դեպքում խորհուրդ չի տրվում։ Հիմա ես ձեռքերով այնքան կշաղախեմ, որ խմորս կհավաքվի։ Խմորը տեղափոխում եմ սեղանի վրա, որ ավելի հեշտ է աշխատել, ավելի հավես է աշխատել, որովհետև ամանի մեջ այդքան էլ հավեսով չես կարողանում հավաքես, քանի որ ուզում եմ խմորը էլաստիկ ստացվի, պետք է լավ հավեսով հունցեմ, քանի որ շատ հոգնած եմ, ահա որ հոգնած եմ, կարիք կա այսպես մի լավ գործ անելու, որ մի հատ մկաները չարժվի, մի հատ այս հավեսով սերն ու ուժը դնում ենք խմորի մեջ։ Ես ուղղակի սենց հավեսով խաղում եմ խմորիս հետ, տեսեք ինչ փափուկ, նուրբ խմոր է ստացվել։ Սիրելիներ, մինչև խորիզը կպատրաստենք, խմորը թողնում ենք հանգստանա։ Մոտավորապես 10-15 րոպե գոնե թողեք հանգստանա, դա ես իմ համար եմ ասում, բայց դուք եթե մի ժամ էլ պահեք, նույնիսկ սառնարան պահեք, ընտիր է ստացվելու ձեր գաթան։ Հիմա ձեռքերս լվանամ սեղանը մաքրեմ ու անցնենք խորիզին։ Սկսում ենք պատրաստել խորիզը։ Սիրելիներ, խորիզի համար անհրաժեշտ է լինելու 250 գրամ ալյուր,
եւ 150 գրամ կարակ, արդեն իրար հետ եմ դրել, ավելացնում ենք 250 գրամ շաքարած, վանիլի։ Հիմա այս ամենը դուք կարող եք կամ հարիչով լավ հարել, կարող եք ձեռքերով շաղախել ինչպես որ ուզում եք։ Այստեղ ունեմ նաև ընկույզ, 250 գրամ էլ ընկույզ ունեմ, դա դեռ կողքի եմ դնում։ Հիմա այս ամբողջը մի լավ պետք է տրորենք, տեսնենք ինչպես կստացվի։ Սիրելիներ, մի քանի խորհուրդ։ Ինձ օրինակ շատերը ասում են ինչպես անել, որ խորիզը չոր լինի, ինչպես անենք թաց լինի։ Ընդամենը կարագը, եթե ուզում եք մի քիչ չոր ստացվի, պետք է կարագը քիչ անեք ու ալյուրը ավելացնեք։ Իսկ եթե ուզում եք թաց, համեղ, ասենց մեջը երևում է, մի քիչ կարագը շատ արեք կամ մի փոքրիկ ձեթ ավելացրեք ամբողջին։ Դուք ինչպես ուզում եք, ուղղակի պետք է խորիզը մի քիչ խոնավ պատրաստեք։ Խորիզս էլ է պատրաստ, տեսեք։ Իմ մոտ ես այսպես եմ սիրում, որ երբ որ երկու ձեռքով հպում եմ, հետո որ ուզում եմ այսպես անել, հանգիստ փշրվում է, որ ոչ շատ թաց է, ոչ էլ շատ խոնավ է։ Սիրելիներ, հիմա այլ ընկույզը մի քիչ մանրացնեմ, շատ աղաց չեմ սիրում։ Ես սիրում եմ, որ հատիկները մեջը ուտելուց զգացվում է, ընկույզի համն ու հոտը այդպես ավելի լավ է լինում։ Ու չեմ բովում, որովհետև հայկական ավանդականում բովածը չեն օգտագործում, այլ երկրներում են ավելի շատ բովածը օգտագործում։ Հիմա այլ ընկույզը մանրացնենք ու սկսենք թխել։ Դանակով մի լավ այսպես մանրացրեք, կամ էլ գռտնակով կարող եք մանրացնել։ Վերջ, կողք եմ դնում, այժմ պետք չէ։ Հիմա սիրելիներ, խմորը հանգստացավ իր համար, սեղանի մի փոքրիկ կալրոտեմ, որպեսզի աշխատելը ավելի հեշտ լինի։ Խմորը կտեղափոխեմ, գնդելիք, փափուկ, էլաստիկ, նուրբ խմորին։ Դրանցին գունդան եմ, որ ավելի հեշտ աշխատեմ, դնում ենք ու բաժանում եմ 4 մասի։ Չորս գունդ ենք անում, թխելու ենք 4 փոքրիկ սիրուն գաթաներ։ Երկու հատը սովորական խորիզով կանենք, երկու հատն էլ ընկույզով։ Հիմա բացում ենք մի փոքրիկ գռտնակով։ Մի հատն էլ այստեղ կբացեմ։ Սիրուն այսպես հիմա ձեռքերով վերցնում ենք խորիզը ու դնում ենք խմորի կենտրոնում։ Մի փոքրիկ հարթեցնում եմ ու խմորը սիրուն հավաքում ենք։ Այսպես եզրերը նուրբ հավաքում ենք։ Ես այս ընթացքում արդեն ջեռոցը միացրել եմ ու թխելու ենք 180 աստիճանում, սիրելիներ։ Եզրերը հավաքելուց լավ այսպես զգուշությամբ իրար ենք կպցնում խմորը, նուրբ, հետո նոր արդեն շրջում ենք։ Նույն աշխատանքը կատարում ենք երկրորդի հետ։ Խմորը հիմա տեղափոխում եմ, նոր տեղափոխած ժամանակ կարող ենք արդեն գռտնակով մի փոքրիկ հավասարեցնել ու տափակեցնել։ Տեղափոխում եմ թղթի վրա, ջեռոցում թխվող թղթի վրա։ Հիմա ընկույզը ավելացնում եմ մնացած խորիզին և մյուս երկուսը պատրաստում ենք խորիզով և ընկույզով։ Առատ լցնելու ենք ընկույզովը, որովհետև պետք է առատ լինի ու շատ համեղ լինի։ Մի լավ կխառնենք, որպեսզի քաղցրանա և ավելացնում ենք։ Հիմա երկու հատ ընկույզով ենք պատրաստում, հետո երեսը ձու ենք քսելու, իդեպ ջեռոցը արդեն ասել եմ, միացրել եմ 180 աստիճան, սիրելիներ, թողեք լավ տաքանա, վերև ներքևը միացված։ Յուրաքանչյուր խմորեղեն սիրում է, որ լավ տաքացած լինի ջեռոցը, այդպես ավելի լավ է ստացվում։ Ցանկացած մանրուք պետք է հաշվի առնել, կարող է ձեր համար մանրուք է, բայց այդ մանրուքները շատ կարևոր են։
Այս հենց առատ լցրել եմ, բախտս բերի չծակվի, ես միշտ այսպես առատ եմ անում, որովհետև սիրում եմ, որ լավ ստացվի, համեղ ստացվի ամենակարևորը։ Բերում եմ կենտրոն, փափուկ լավ էլաստիկ խմոր է, հաստատ լավ է ստացվելու, չի կարա լավ չստացվի, իրայի ձեռքից ոչինչ չի փախնում։ Սիրելիներ, մեկ ձվի դեղնուցին մի փոքրիկ կաթ եմ ավելացնում, մի լավ տրորում ու քսում եք երեսին։ Հետո պատարագաղով ինչ նախշեր ուզում եք անում եք, ջեռոցս լավ տաք է, հերթով թխելու եք, մինչև սիրուն կարմրաթուշ լինելը, սիրում եմ, որ գաթան լավ կարմրում է, սա շատ կարևոր է։ Երեսին առատ ձում ենք քսում, իդեպ կարող եք մի փոքրիկ ձեթել ավելացնել, եթե ուզում եք։ Սեք ինչ սիրուն, այսպես լավ ավելացրեք։ Ու պատարագաղով սիրուն նախշեր ենք անում, տարբեր ձևով, ինչպես որ դուք սիրում եք։ Մի քանի հատ էլ այսպես պատարագաղով անցքեր եմ անում, որպեսզի ներսից խորիզը լավ եփվի։ Սա էլ կենտրոնից այսպես արևի ճառագայթներ։ Ձեր սիրելիներ, ուղղակի եմ ջեռոց, հերթով թխենք ու հանդիպենք։ Տեսնում եք, չէ ինչ սիրուն է ստացվել, շողշողում են սիրելիներս, հրաշք գաթաներ։ Հիմա կկտրենք, կտեսնենք ինչպիսին է, հաստատ լավն է լինելու, համը չեմ կասկածում սիրելիներս։ Դե ինչ, հիմա կտրենք, համ տեսենք, իսկ ես ձեզ մաղթում եմ երջանիկ օրեր ու գեղեցիկ ընտանեկան հավաքույթներ համեղ գաթայով։ Հաջողություն կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Մի հատ էլ ընկույզով կկտրենք, տեսնենք ինչպես է թխվել։ Հրաշք, այսպես պետք է լինի։ Հրաշք է։